Նախ պետք է իմանալ, որ Աստծո մեծությունը զանազանվում է մարդու մեծությունից շատ բաներով։ Նախ մարդն իր մեծությունը ստանում է այն իրեն տվողից, իսկ Աստված բնությամբ է մեծ, և այդ մեծությունն ուրիշից չի տրված նրան։ Երկրորդ, Աստծո մեծությունը ծայրագույն է և կատարյալ, մարդու մեծությունը մասնավոր է և անկատար։ Երրորդ, Աստծո մեծությունն անսկիզբ է և անվախճան։ Մարդունը ունի սկիզբ և ավարտ, քանի որ կար ժամանակ, երբ նա չուներ, և կլինի ժամանակ, երբ նա չի ունենա այն։ Չորրորդ, Աստծո մեծությունն անանցանելի է և անփոփոխ, իսկ մարդունը անցավոր է և փոփոխական։ Հինգերորդ, Աստծո մեծությունը չունի իր ներհակը, իսկ մարդու մեծությանը ներհակ է աղքատությունը։ Վեցերորդ, Աստծո մեծությունը զուտ բարի է, իսկ մարդունը խառն է, բարի և չար։ Մեր հոգևոր մեծությունը բարի է, իսկ մարմնավորը չար, և դարձյալ, եթե այն հոգևորի համար ենք գործածում, բարի է, իսկ եթե մարմնավորի համար՝ չար։ Աստծո մեծությունը միշտ երանություն է, իսկ մարդունը երբեմն թշվառություն։ Աստծո մեծությունը հոգևոր է, մերը մարմնավոր, մերը ցավով է և տրտմությամբ, Աստծունը առանց ցավի և հեշտությամբ։ Մենք կարոտ ենք Աստծո մեծությանը, իսկ Աստված կարոտ չէ մեր մեծությանը, ըստ այն խոսքի, թե «Իմ բարիքները քեզ պետք չեն»։ Արդ այս մեծատունը արարեց երկիրը իբրև հատակ, և նրա վրա ձգված երկինքը իբրև ձեղուն, և հաստատեց այս ամենը ինչպես մի տուն, լցնելով այն ամենաառատ գանձերով և բարությամբ։ Այս մասին է ասում. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ»։ Արդ տնտեսի առակի մասին 4 բան պետք է իմանալ։ Նախ, թե քանի տեսակի տուն և տնտեսներ են ասվում, ինչպես է ամբաստանվում տնտեսը և կանչվում, ինչ են խորհրդանշում ձեթն ու ցորենը, ինչու է գովվում անիրավ տնտեսը։ Տեսնենք, թե քանիսն են տներն ու նրանց տնտեսները։ Նախ ասենք, թե Աստծո տները 6 տեսակի են ասվում, առաջին տունը երկինքն է, ըստ այն խոսքի, թե իմաստությունը շինեց իր տունը, իսկ նրա մեջ տնտեսները հրեշտակների դասերն են, որովհետև, ինչպես ասում է մարգարեն, նրա պաշտոնյաներն են և նրա կամքը կատարողները։ Երկրորդ տուն կոչվում է Եդեմական պարտեզը, ըստ այն խոսքի, թե Տեր, սիրեցի քո տան վայելչությունը, իսկ իբրև տնտես Աստված նրա մեջ դրեց առաջին մարդուն գործելու և պահելու այն, ինչպես ասում է գիրքը։ Երրորդ տուն անվանում է զգալի աշխարհը, ըստ այն խոսքի, թե միթե չի վառի մարմնի ճրագը և չի ավլի տունը, իսկ նրա մեջ տնտեսը մարդկային բնությունն է, որին իշխան և տեր կարգեց ամեն բանի և ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, խաշները, արջառները և այլն։ Չորրորդ տուն կոչում է Հին Սիոնն ու Սողոմոնի տաճարը, ըստ այն խոսքի, թե իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջը դարձրիք այն, իսկ նրա մեջ տնտեսները հին օրենքի առաջնորդներն ու քահանայապետներն են։ Հինգերորդ տուն է անվանում նաև Նոր Սիոն Սուրբ եկեղեցին, ըստ այն խոսքի, թե քո տանը վայել է սրբություն, իսկ նրա մեջ տնտեսներ են առաքյալները, մարգարեները, վարդապետները և հայրապետները, ըստ այն խոսքի, որ առաքյալն է ասում. «Ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են առաքյալները, մարգարեները, ուսուցանողները»։ Վեցերորդ տուն է անվանվում նաև յուրաքանչյուր մարդ, ըստ այն խոսքի, թե դուք կենդանի Աստծո տաճար եք, իսկ սրա մեջ տնտեսը մարդու միտքն է, ինչպես այստեղ ասվում է. «Նա մի տնտես ուներ, որի մասին ամբաստանություն եղավ»։ Արդ տնտեսի մասին ասվածը չի պատշաճում հրեշտակներին, որովհետև նրանք անիրավ չեն, այլ անմեղ են և արդար, դեպի մեղքը գնալու մեջ դժվարաշարժ կամ միանգամայն անշարժ։ Չի պատշաճում Ադամին, որովհետև մեղանչել էր և անցել։ Չի պատշաճում նաև ամբողջ բնությանը, քանի որ բնությունն առհասարակ չի կարող մեղանչել, այլ առանձին ամեն մի մարդ։ Նույնպես և Հին տաճարին չի պատշաճում, քանի որ նրանք հետո զղջացին։
Այլ այս խոսքը փոքր-ինչ պատշաճում է նոր եկեղեցուն այն բանով, որ տնտեսները սրա մեջ մարդիկ են, եւ չի պատշաճում նրանով, որ եթե մեկը տնտես է կարգվում եկեղեցում, այլևս չի կարող ելնել նրանից։ Ուրեմն պարզ է, որ տնտեսի առակը յուրաքանչյուր մարդու մասին է։ Քանի որ տնտեսի հատկությունները 4-ն են, եւ այդ բոլոր 4 հատկություններն ունի մարդը։ Նախ տնտեսի ինչքերը իրենը չեն, այլ Տիրոջից են վստահվել նրան, այդպես էլ մարդը բնությամբ ոչինչ չունի, այլ ամեն բան, ինչ որ կա երկրի վրա, Աստծուց է տրվել նրան, թե շնորհ, թե արվեստ, թե իշխանություն, թե վարդապետություն եւ ամեն այլ բան, ըստ Պողոսի ասածի, թե ինչ ունես, որ ստացած չլինես, եւ եթե ստացել ես, ինչու ես պարծենում չստացողի պես։ Տնտեսի մյուս հատկությունն է ամեն բան իր Տիրոջ կամքի համաձայն անելը։ Այսպես նաև մենք պետք է ամեն բան մեր Տիրոջ կամքով անենք, այսինքն ինչ որ անում ենք, Տիրոջ եւ ոչ թե մեր փառքի համար անենք։ Տնտեսի երրորդ հատկությունն է իր գործերում ժիր լինելը եւ երբեք չծուլանալը։ Այդպես էլ մենք պետք է մեր բոլոր գործերում արի եւ ժիր լինենք, ըստ այն խոսքի, թե թող ձեր գոտիները պնդված լինեն ձեր մեջքին եւ ձեր ճրագները վառված։ Չորրորդ հատկությունն այն է, որ տնտեսը կերակուրը ժամանակին է պատրաստում եւ ամեն ժամի տալիս ծառայակիցներին։ Այդպես էլ մենք պետք է ժամանակին պատրաստենք մեր հոգու կերակուրը եւ ամեն ժամ կերակրենք մեր ընկերներին եւ մեր հոգին։ Եթե մարմնավոր տնտեսը այս 4 բանի մեջ զգույշ չլինի, Տերը կհանի նրան։ Նույնպես նաև մենք, եթե զգույշ չլինենք մեր գործերում, Տերը մեզ կհանի մեր տնտեսությունից ասելով, այլևս չես կարող տնտես լինել։ Սա է առաջին գլուխը։ Երկրորդ գլուխ։ Ավետարանն ասում է. նրա մասին ամբաստանություն եղավ, թե վատնում է Տիրոջ ունեցվածքը։ Այժմ տեսնենք, թե քանիսն են նրանք, որոնք ամբաստանում են տնտեսին։ Թեև Աստված ծածկագետ է, քննում է սրտերն ու երիկամները եւ մեր չգործածածներն է տեսնում, ներում է եւ համբերում մեղավորների համար, որպեսզի դառնան իրենց մեղքերից, բայց 4 ամբաստանողներ աղաղակում են առ Աստված։ Առաջին մեր պահապան հրեշտակները, եթե առանց զղջումի մնում ենք չարիքների մեջ, նրանք մեզ ամբաստանում են Աստծո առջև, ըստ այն խոսքի, թե նրանց հրեշտակները հանապաստ տեսնում են իմ հոր երեսը, որ երկնքում է, որպեսզի մեր պատճառով իրենք չամաչեն։ Երկրորդ, մեր կողմից զրկանքի ենթարկվածներն ու աղքատները, որոնք բարձրացնում են իրենց ձեռքերը եւ աղաղակում առ Աստված, ըստ այն խոսքի, թե ձեր կողմից զրկվածն աղաղակում է եւ հնձվորների բողոքը հասավ զորությունների Տիրոջ ականջին։ Երրորդ ամբաստանողներն են տիվն ու գիշերը, չորրորդը երկինքն ու երկիրը եւ բոլոր տարերքները, որոնք հանապազ վկայում եւ հայտնում են մեր գործերի մասին, ցերեկ թե գիշեր չարախոսում են լուսատուները, դրսում լինենք թե տանը, երկինքն ու երկիրը բամբասում են մեզ Աստծո առջև։ Արդ իմացեք, եղբայրներ, որ Տերը երկար ժամանակ համբերում է, որպեսզի դառնանք մեր մեղքերից։ Իսկ եթե մենք Աստծո ներելու պատճառով առավել մնանք մեղքերի մեջ առանց զղջումի, այն ժամ մեզ վրա կշարժենք Աստծո բարկությունը։ Թեպետ նա դեպի բարկություն շարժվում է ոչ բնությամբ, այլ բռնությամբ եւ ոչ կամավ, այլ ակամա, բայց երբ մեր չարիքների մասին խոսողները բազում անգամ ամբաստանում են մեզ, շարժում են Աստծո վրեժխնդրությունը։ Այդ պատճառով կանչեց նրան եւ ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող։ Խոսում է իբրև մարդ, կարծես չգիտի եւ դեռևս կասկածում է, եւ այն պատճառով է այսպես անում, որպեսզի ուսուցանի մեզ առանց քննելու չդատել ոչ ոքի։ Նա, ով գիտի բոլորին, չի դատում առանց քննելու, իսկ մենք անզգամելով, միայն սուտ լուրերի վրա հիմնվելով, տանջում ենք մեր եղբայրներին։ Կանչեց նրան եւ ասաց. պետք է իմանալ, որ 3 բաներ են մեզ կանչում դեպի մահ, ծերությունը, քանի որ գիտենք, որ մազերի սպիտակելը մահվան հրավիրակն է, ինչպես երբ արտերը սպիտակում են, մոտենում է հունձքի ժամանակը,
Եվ երբ ծառերի տերևները դեղնում են եւ ընկնում, եւ լեռների կատարին ձյուն է նստում, ձմեռն է մոտենում։ Երկրորդ հրավիրակը մեր զորության պակասումն է, երբ թուլանում է աչքերի տեսողությունը, ականջները վատ են լսում, ոտքերը դժվարությամբ քայլում, մեջքի ուժը պակասում է, ձեռքերը դժվարանում են գործել, լեզուն խոսել։ Այս ամենը նշան են, որ հոգին մահվամբ պիտի հեռանա մարմնից։ Երրորդ հրավիրակը մեր հիվանդությունն է, քանի որ այն կյանքի եւ մահվան միջև է, մահվան դուռն է եւ մահվան է կանչում մարդուն։ Այլևս տնտես լինել չես կարող։ Հիրավի, նա ով չարանում է, հեռանում է բարի գործից, քանի որ միաբանություն չկա լույսի եւ խավարի միջև։ Եվ քանի որ Աստված մարդուն իմաստուն է արարել, նա մտքում խորհեց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է, այսինքն հեռացնում է այս կյանքից։ Հողի վրա աշխատել չեմ կարող, քանի որ ապաշխարելու եւ բարիք գործելու ժամանակ չկա, մուրալ ամաչում եմ, քանի որ այն մուրալու տեղ չէ, եւ ամոթ է, որ երբ խնդրում ենք եւ ոչ ոք չի տալիս, ինչպես խնդրեցին հիմար կույսերը եւ իմաստունները չտվեցին։ Եվ ասաց. գիտեմ թե ինչ պիտի անեմ, կանչեց Սպարտապաններին, այսինքն միտքն է կանչում հոգին ու մարմինը, զղջում է մեղքերի համար եւ ասում է հոգուն. իմ տիրոջը ինչքան պարտք ունես։ Նա ասում է 100 տակառիկ ձեթ եւ նրան ասում է. գրիր 50, սա խորհրդանշում է հոգու մեղքերի կեսի թողությունը։ Իսկ երբ մարմինն ասաց, թե պարտք է 100 պարկ ծորեն, նրան ասաց գրիր 80։ Հիրավի, երբ զղջում ենք մեր գործած մեղքերի համար, թողնվում է հոգու մեղքերի կեսը, քանի որ հոգին դյուրությամբ է մեղանչում եւ քիչ հեշտանում մեղքերի մեջ։ Իսկ մարմնի մեղքերի հնգից մեկն է թողնում, քանի որ այն կարող է մեղք չգործել, կարող է չշրնանալ, չհարբել, սակայն կամավորապես գործում է եւ ավելին հեշտանում է մեղքերի մեջ։ Եվ երբ մարդը զղջում է, իրավ է, որ թողնվում է մարմնի 5 մեղքերից մեկը, իսկ երբ խոստովանում եւ ապաշխարում է պահքով եւ աղոթքով, թողնվում են մնացած 4-ը։ Եվ ինչպես ասաց Զաքեոսը, իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, այսինքն աղքատ հոգուն, իսկ եթե մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ նրան, մարմնավոր մեղքերի մասին է ասում, եւ այստեղ մեղքը մեղքերի պատիժը իմացիր։ Դարձյալ ձեթը ավազանի շնորհն է, իսկ ցորենը Քրիստոսի մարմինը։ Եթե ավազանի շնորհներն ընդունելուց հետո մեղանչում ենք եւ զղջում, թողնում է կեսը, իսկ եթե լրբաբար տիրոջ մարմնին եւ արյանն ենք անարժանաբար հպվում, ըստ այն խոսքի, ով ուտում է անարժանաբար, իր անձի դատաստանն է ուտում, որովհետեւ խտրություն չդրեց տիրոջ մարմնի մեջ, դժվարին է, 5-ից մեկն է թողնում։ Սակայն եթե մարդն իր վերջին շնչումը եւ զղջում է, հույսով հավատում, ներում է ստանում, ինչպես ցույց է տալիս առակը այն այրի կնոջ մասին, որը բարեկամից 3 նկանակ, այսինքն սուրբ երրորդության դավանությունը խնդրեց։ Եվ նա տվեց ոչ թե բարեկամ լինելու, այլ խնդրելու համար։ Այդ է ցույց տալիս նաև ավազակը, որն իր վերջին շնչում արքայություն խնդրեց եւ Տերը շնորհեց նրան։ Իսկ ձեթի ու ցորենի 100 պարկ ասելը մեղքերի չափազանց շատ լինելն է ցույց տալիս, քանի որ 100-ը կատարյալ թիվ է, ինչպես առաքինությունը ցույց տվեց 100-ավորով, այդպես էլ մեղքերը։ Այսքան երկրորդ գլխի մասին։ Երրորդ հարցումն այն է, թե ինչու է հոգու մեղքերը ձեթ անվանում, իսկ մարմնի մեղքերը ցորեն։ Վարդապետներն ասում են, թե հոգու մեղքերը նման են ձեթի 10 պատճառով։ Նախ, քանի որ ձեթը լույսի նյութ է, այսպես բամբասանքն ու սուտը, որոնք հոգու մեղքեր են, մարդուն լույս են թվում։ Երկրորդ, քանի որ ձեթը անոսր է, այսպես նաև հոգու մեղքերը նյութական չեն, ինչպես մարմնինը։ Երրորդ, ինչպես որ ձեթը հեշտությամբ է տարածվում հագուստի վրա, այնպես նաև հոգու մեղքերն են շտապով տարածվում մարմնում։ Չորրորդ, ձեթը չի իջնում ջրի հատակը, այլ երեսին է ելնում, այսպես նախանձն ու ամբարտավանությունը չեն մտնում մարմնի մեջ, այլ հոգու։ Հինգերորդ,
Ձեթը դժվարությամբ է ելնում նյութի վրայից, այսպես նաև հոգին է դժվարությամբ ազատվում մեղքերից։ 6. Ձեթը երկու ներհակներն է ընդունում ջերմությունն ու սառնությունը, այսպես և հոգին է միշտ զղջում և միշտ մեղանչում։ 7. Ձեթը թափվելիս ձայն չի հանում և հոգու մեղքը չի երևում մարդկանց։ 8. Ձեթը թափանցող զորություն ունի, նաև մեղքը հոգուց մարմին է թափանցում և հայտնվում։ 9. Ձեթն ինքն իրեն չի լինում, այլ որևէ նյութից, այսպես նաև հոգին բնությամբ մեղք չունի, այլ որևէ պատճառով է լինում, ինչպես հպարտությունից նախանձն ու բարկությունը։ 10. Մարդիկ հնար են որոնում ձեթը հագուստի վրայից հեռացնելու, այնպես նաև հոգին մեղքերից սրբելու հնար կա, երբ զղջում և ապաշավանք լինի մտքում, ինչպես ասում է Տերը, «Առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր 50»։ Իսկ մարմնի մեղքը ցորեն է անվանում, և սա 10 պատճառով։ Նախ, ցորենը թվով մեկը չէ, այլ բազում և անթիվ, այսպես նաև մարմնի և զգայարանների մեղքերը մեկը չեն, այլ բազում և անթիվ։ Երկրորդ, որովհետև ցորենը ծանր է, նաև մարմնի մեղքերն ավելի ծանր են, քան հոգունը, ինչպես ասում է Դավիթը. «Ծանր բեռից ավելի ծանրացան ինձ վրա»։ Երրորդ, ոմանք վաստակում են ցորեն, ոմանք ոչ, այսպես ոմանք մարմնով մեղքեր գործում են, ոմանք ոչ։ Չորրորդ, առանց ծամելու ցորենի համը չեն առնում, նույնպես էլ առանց մարմնի մեղքերին մերձենալու ոչ ոք չի ճանաչում դրանք։ Հինգերորդ, ցորենի մեկ հատիկը բազում ճյուղեր է բերում, այսպես նաև մեկ մեղք սովորած մարմնին այն շատ մեղքեր է գործել տալիս նրան։ 6. Դժվար է կերակուրից կտրվել և չուտել, այսպես նաև ով սովորում է շնանալ, չի կարող զերծ մնալ դրանից, եթե Աստծո օգնականությունը չլինի։ 7. Կարճ ժամանակ քաղցրություն է տալիս, իսկ հետո կորչում է կոկորդում և դառնանում։ Նաև մարմնի մեղքերն են կարճ ժամանակ հեշտացնում, իսկ հետո դառնացնում հոգին։ 8. Հաստատում է մարդու սիրտը, նաև մարմնի մեղքը մարդուն կապում, հաստատում է մեղքերի մեջ և թույլ չի տալիս զղջալ և ապաշխարել։ 9. Ինչպես առատ է ցորենը և այն ձեռք են բերում բոլոր մարդիկ, այսպես նաև մարմնի մեղքերը բոլոր նրանց ձեռքին է, ովքեր գործում են այն։ 10. Եթե ցորենն ընկնում է ջրի մեջ, փտում է և կորչում, այսպես նաև մարմնի մեղքերը արտասուքների ջրով հեշտությամբ կորչում են։ Այդ մասին է ասում. «Առ քո մուրհակը և նստիր ու գրիր 80»։ Այսպես վերջին շնչում զղջալով մարդը ներվում և թողություն է ստանում իր մեղքերին։ Այստեղ պետք է իմանալ, որ զղջումը 3 տեղում է լինում։ Նախ, երբ մարդ իր գործած մեղքերի համար ապաշխարում է այս կյանքում, ըստ Տիրոջ այն խոսքի, թե «Կանխավ իրավախոհ եղիր, քանի դեռ ոսոխիդ հետ ճանապարհին ես»։ Երկրորդ, զղջում է, երբ մոտենում է վախճանը, ինչպես ասացինք։ Երրորդ, երբ իրենց մեղքերի համար զղջում են վախճանվելուց հետո, ինչպես ասում է Սողոմոնը։ Արդ, առաջին զղջումը, որ կյանքում առողջ ժամանակ է լինում, խոստովանում է և ապաշխարում, կամավոր է և կատարյալ, իսկ վերջինն անկատար է և ակամա։ Այդ պատճառով էլ եթե մեռյալները զղջան անգամ, ներում չեն գտնի, իսկ միջինը, որ մահվան ժամին է, լինում է կամավ կամ ակամայից, երբ մահվան տանջանքների պատճառով է, ըստ որում եթե կամավ է, ներելի է, իսկ եթե ակամա է, ոչ։ Այդ պատճառով էլ հոգեկան մեղքերի կեսը և մարմնի մեղքերի 5-ից 1-ն է թողնում։ Սա է 3-րդ գլուխը։ 4-րդ գլուխ. Տերը գովեց անիրավ տնտեսին, քանի որ նա իմաստությամբ վարվեց։ Սողոմոնն ասում է. «Իմաստությունը գովվում է ճանապարհների վրա, իսկ Աստված մարգարեի բերանով ասում է. ինչի մեջ գտնեմ, դրա մեջ էլ կդատեմ»։ Իսկ այստեղ ասում է. «Մարդկանց որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները», այսինքն հրեշտակները։ Վարդապետներն ասում են, որ մարդու իմաստությունը 10 կերպ առավել է, քան հրեշտակների իմաստությունը։ Նախ, մարդկային ազգը դարձ ունի մեղքերից, իսկ հրեշտակներինը ոչ, ինչպես դևերը։
Երկրորդ, մարդիկ կարող են ապաշխարությամբ փրկվել, իսկ հրեշտակներն ապաշխարելու հնարավորություն չունեն։ Երրորդ, մարդը մեղքերի թողություն ստանում է, իսկ հրեշտակները մեղանչելուց հետո թողություն չեն գտնում։ Չորրորդ, մարդիկ կարող են աճել և փոփոխվել, իսկ նրանք չեն փոփոխվում։ Հինգերորդ, մարդը մեղքի մեջ ընկնելուց հետո ողբում է անցյալի համար, իսկ նրանք չարիքի մեջ ընկնելով կպչում են չարին, ինչպես սատանան և յուրայինները։ Վեցերորդ, մենք աճում ենք առաքինությունների մեջ, իսկ նրանք չեն կարող, քանի որ մարմին չունեն։ Յոթերորդ, մենք կարող ենք արքայությունը գնել մեր արյամբ, իսկ նրանք չեն կարող արյուն հեղել և գնել, քանի որ չունեն ոչ մահ և ոչ արյուն։ Ութերորդ, մենք կարողություն ունենք հրեշտակներին մերձ և ավելի բարձր լինելու, իսկ հրեշտակները չեն կարող հասնել մեր ճգնավորի պսակին։ Իներորդ, մենք ձեռքով արարվեցինք Աստծո պատկերով, իսկ հրեշտակները միայն խոսքով, ինչպես բոլոր արարածները։ 10-րդ, Աստված մեր բնությամբ մարմին հագավ և ոչ հրեշտակների և եղավ մարդկային ազգի և ոչ հրեշտակների փրկիչ։ Այդ պատճառով է ասում. մարդիկ ավելի իմաստուն են, քան լուսովորդիները, իսկ հրեշտակներին լուսովորդիներ է անվանում 10 պատճառով։ Նախ, քանի որ հրեշտակները լույսից արարվեցին, այդ պատճառով էլ նրա որդիներն են կոչվում, ըստ այն խոսքի, թե Աստված ասաց և լույս եղավ։ Եվ Դավիթն ասում է. նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն և կիզիչ հուրը սպասավորներ։ Երկրորդ, որովհետև լույսի բնույթը պարզ է, այսպես նաև հրեշտակների բնությունն է պարզ։ Երրորդ, լույսն անախտ է, այսպես նաև հրեշտակները, որոնք մնացին երկնքում, չեն կարող մեղանչել։ Չորրորդ, լույսն անորակ ու անձև է, այսպիսին են նաև հրեշտակները։ Հինգերորդ, լույսն անմարմին է, անմարմին են նաև հրեշտակները։ Վեցերորդ, լույսը թափանցում է ջրի և ապակու միջով, այսպես նաև հրեշտակների համար որևէ արգելք չկա։ Յոթերորդ, լույսը տեղով բարձր է, նաև հրեշտակների կայանը երկնքում է։ Ութերորդ, քանի որ լույսը շարժվում է, այսպես նաև հրեշտակները սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն։ Իներորդ, լույսը չի փոփոխում իր բնությունը, այսպես նաև հրեշտակները չեն ապականվում։ 10-րդ, լույսը չի բռնվում որևէ մեկի կողմից, բայց ինքը ջերմացնում և լուսավորում է շատերին, հրեշտակներին նույնպես ոչ ոք չի կարող բռնել, բայց նրանք ոմանց բարիք են անում, ոմանց տանջում են։ Այսպես տնտեսի օրինակով Աստված պարզ և հայտնի դարձրեց այս բանը և գովեց մարդուն հրեշտակներից ավելի իմաստուն անվանելով, որպեսզի մենք, ընկնելով մեղքերի մեջ, չհուսահատվենք, այլ մինչև անգամ եթե մեր վերջին շնչում ենք, զղջանք և թողություն կստանանք Աստծուց։ Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մի մնացեք մեղքերի մեջ առանց զղջումի, ինչպես դևերը, այլ ամբողջ սրտով զղջացեք և հեռացեք մեղքերից։ Եթե մեր վերջին շնչին ենք հասել և սաստիկ ծանր է մեր մեղքերի բեռը, մեր գլխից էլ բարձր, թողություն պարգևողը նա է։ Եթե զղջանք և խոստովանենք, կարդարանանք մեր մեղքերից, քանի որ ասում է. ասա դու քո մեղքերը և կարդարանաս։ Ինչպես ավազակին, որին ասաց. այսօր ինձ հետ դրախտում կլինես, այնպես էլ բոլոր զղջացող մեղավորներին է հասնում Աստծո ողորմությունը։ Սակայն եթե անզեղջ մնանք մեղքերի մեջ, չենք կարող փրկվել հրի տանջանքներից, այն բանից, ինչի մասին ասում է. կապեք դրա ոտքերն ու ձեռքերը և դուրս հանեք դրան արտաքին խավարը, ուր լացն է և ատամների կրճտումը։ Թող այս ամենից ազատի մեզ սրտանց զղջումը և մեր մեղքերի հավատով խոստովանությունը։ Թող Տերը մեզ և բոլոր հավատացյալներին արժանացնի այստեղ զղջալու և մեղքերը խոստովանելու և այնտեղ Քրիստոս Աստծո ողորմությանն արժանանալու նրան փառք հավիտյանս։ Ամեն։